Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, եթերում Արևմտյան Հայաստանը հեռուստատեսության լուրերին հերթական թողարկումն սրված ծրագիրն է։ Անդրանիկին ոգին ազգային պայքարի ու բանակաշինության խորհրդանիշ Արմենակ Աբրահամյան, հուշարձանագետ Սամվել Կարապետյանի հիշատակին Ռաֆիկ Քորթոշյան, տատիկը ազգի հիշողության կենթանի պահապան, կարևոր հայտարարություն մարդու իրավունքների եվրոպական դատարան ներկայացված դիմումների մասին։ Դրոշն է Այրուն ու Վրեժ 1904-ի Սասունա գաղտնի լուսանկարները բացահայտում են պատմությունը, կեղծված աշխարհի ճշմարտությունը, վեպը առավել անվտանգական փաստերը, Մեյդանը ցուցահանդեսը արևմտահայերենի շարժման մեջ, Արցախաթերթերուկը քաղցր ավանդույթն է նախոհանոցի հմայքը։ Արևմտյան Հայաստանը Հանրապետության նախագահ Արմենակ Աբրահամյանը հանդես է եկալ ուղերձավ նվիրված հայ մտ զորավար Անդրանիկ Կոզանյանի ծննդյան տարելիցին։ Յուրան խոսքում նախագահը շեշտ տալ էր հայկական բանակի պատմությունը սկսվում չի ընդամենը 34 տարի առաջ։ Յուրան ասել է, որ մեր ազգային ազատագրման պայքարը շատ ավելի խորը արմատներն է ու հայ զինվորի մարտական ոգին ձևավորվել է դարերի ընթացքում։ Արմենակ Աբրահամյանը նշել էր Արևմտյան Հայաստանը հետի բանակի կազմավորումը սկիզբ առալ հալան վաղ շրջանում երկու կարևոր ուղղություններով։ Առաջինը արևելյան լեգիոնի ստեղծումն այլ կարևոր դեր է խաղալ հայ ժողովրդի ինքնապաշտպանական պայքարում ու երկրորդը Անդրանիկ զորավարի առաջնորդած հերոսական զորախմբերը, որոնք տռալն ազգային դիմադրության ու ազատագրական պայքարի խորհրդանիշ։ Նախագահը ընդգծել էր Անդրանիկի գործնագաղափարախոսությունը շարունակում է ոգեշնչել թազասերուներին, պահպանելու ազգային արժանապատվությունը ու ամրապնդելի պետականությունը։ Յուրան ասել է, մեր պատմությունը ոչ միայն անցյալի հիշողություն, այլ նաև ապագայի հանդեպ պատասխանատվություն։ Փետրվարի 27-ին նշվում է հուշարձանագետ Սամվել Կարապետյանի մահվան 6-րդ տարելիցը։ Ձեր կողքին անցած տարիները իրեն արգասաբեր, երանալի, հուսանալի, իսկ ձեր բացակայությամբ թողնել ավ երախտագիտության անվերջ զգացումների ու շնորհակալության խոսքեր։ Հանգչիր խաղությամբ, սիրելի ընկեր ու ուսուցիչ։ Արևմտյան Հայաստանում Բաբոն պրոստը ընտանիքի անդամ չի, ինքը մանյեկող պատմություն է, շնչող հիշողություն, կենթանի ավանդույթ է, կռևների, տեղահանությունների, խորհրդային տարիների անկախության ու ժամանակակից փոփոխությունների միջոցով հենց Բաբոնենը շուշուտ լուր պահալ ազգային ինքնության հիմքերը։ Յուրանքն փոխանցալ լեզուն, բաղադրատոմսերը, աղոթքներն, օրորոցայինները, նախնիների շեների հիշողությունները, հայկական ընտանիքներում Բաբոն բանավոր պատմության պահապանն է, յուրան շուրթերից հնչա ժողովրդական երգերը, որոնց մի մասը պահպանվել է նաև Կոմիտասի շնորհիվ։ Խոհանոցում սերունդներին փոխանցվել լավաշու ու տոլմայի պատրաստման գաղտնիքները, ասեղնագործության նախշերն, ընտանեկան ավանդույթները, Բաբոյին կողքնի շուշուտ դասարան ատառնում շտեղ պատմությունեն կենթանի դասագիրքն, հետազոտողները նշում են վեր հատկապես համազգային ողբերգությունների անյետը, այդ թվում հայերի ցեղասպանության անյետը, հենց Բաբոնենը պահպանալ բարբարները, գիշերային աղոթքներով սերունդներին կապալ արմատներին ու հիշեցրալ շտղանընկյա։ Արևմտյան Հայաստանը ընդհանրապես Հայաստանը հասկանալի հետի բավարար չի մենակ արխիվն է ուսումնասիրելը։ Պիտի նստենք Բաբոների կողքի, սկանանք յուրենց պատմությունն ու տեսնանք թե ոնց է ինքը ամենօրյա կյանքի մեջին հյուսում դարավոր ավանդույթը, որովհետև Հայաստանը մշակույթը մենագրքերում չի կիրվեց, այն Բաբոների ցերքերում է ապրում։ Հարգելի հայրենակիցներ, մեծ ու նշանակալի նորություն կա։ Կապված մարդու իրավունքների եվրոպական դատարան ներկայացված ձեր դիմումների հետ գրանցվան վերջին զարգացումները։ Վեր կարին վճռորոշ նշանակություն ունենա ՄԽԼ քաղաքացիների գործերի ընթացքի հետի։ 1904 թվական Սասուն հայ ֆիդայիները զինված կաղնածն Օսմանյան բռնապետության դեմ պաշտպանելով շեներնա բնակչությանը։ Այդ օրերի դրամատիկ դրվագները սոր վերարժևորվում են արխիվային բացառիկ լուսանկարների շնորհիվ։ Հետազոտող Լեո Թորոսյանի հրապարակաշնյութերը ներկայացնում են 1904-ի ապստամբության կարևոր վկայություններ։ Լուսանկարները մինում օրվա 1904 թվականով դրոշը, ինչպես նաև գերեվարված ֆիդայիններ ծանր ֆիզիկական վիճակում։ Ֆրանսիական պրոարմենիա պարբերականը հալամ 1904 թվականին նկարագրած այլ թահունց են հայ մարտիկներն հայտնվել երկկողմանի Գիտակի ռուսական ու թուրքական զորքերի միջև ՄԽԼ զոհեր կան, իսկ գերեվարվածներից մի քանիսը սպանվել։ Դեպքերից կարճ ժամանակ անց սպանվում է ռուս գնդապետ Բիկովը։ Պատմական աղբյուրների համաձայն գործողությունը իրականացվում է ջահիլ մեծահարուստ ընտանիքների զավակ, անկուսակցական Համո Ճամփոլատյանի ձեռքով։ Չնայած ծանր կորուստներին Սասունի ապստամբությունը տառալ ազգային դիմադրության խորհրդանիշ, Հրայրի, Անդրանիկի, Գերոգ Չավուշի ու մյուսների պայքարը խորը հետքա թողալ ազգային հիշողության մեջին ձևավորելով ազատության ինքնապաշտպանության գաղափարը։ 1904-ի Սասունը նորից խոսմա դրոշների, պայքարի ու պատմական արդարության լույսվավ։ Հայ գրականությունը հաճախ հայտնվել է մի իրավիճակում, վեր իրական պատմությունը անմիջականորեն ասելը ապասնի այլել։ Աղետին վկանեն ստիպվածնել ֆիկցիին, հումորին ու ալեգորիայի միջոցով փոխանցին ճշմարտությունը հանցուվերան պահպանվեր սերունդներին հետի։ Հեղինակը ուրան մծ հոր 98 տարեկան դրվագից սկսում է։ Ինքը մենակ մասամբ հիշում է ուրան ընտանիքի փրկության պատմությունը, հայերի ցեղասպանությունը մնացածը կորալը։ Այդ անհնարինությունը ստիպալը գրողներին ստեղծել վեպերի միջոցով պաշտպանված տարածք պատմությունը փոխանցելի հետի առանց վտանգի ենթարկվել է։ Ֆիկցիան թույլ է տամ
լրացնել պատմական բացերը, պատկերացնելով զգացողությունները, խոսակցությունները, հույսերը, վերհազվադեպ հայտնվում արխիվներում։ Այն նաև փափկեցնում է կոլեկտիվ տրավման, թույլ ատամ ընթերցողը մոտենալ անցյալին առանց հոգեբանական ծանրաբեռնվածության։ Հայ գրականության մեջ գեղեցկությունա տրավման խառնված են ծիրանատունկի, ծաղկող ծառեր, նախնիների, գյուղեր, օրորոցայիններ ու սև հումորը տառում են թիկնոց պատմությունը փոխանցելի ու հիշողությունը պահպանելի հետի։ Ֆիկցիան տառալա ոչ միայն արվեստ, այլ նաև ազգային հիշողության ու ճշմարտության պաշտպանություն, շտեղ անցյալի ծանր բեռը հնարավոր է պահպանել, թույլ տալով մեզ գոյատևել։ Մարտի 3-ին ժամը 7:30-ին դեպի արվեստի տարածքում բեցվելու է Մեյդանը խորագրավ ցուցահանդեսը, որը կազմակերպվում է Եսայան Դառնեղի հանդիպում փառատոնի շրջանակում։ Ցուցահանդեսը կենտրոնանում է արևմտահայերենի Իրան, ներկայացնել ոչ թե որպես պարզապես ժառանգություն կամ ինքնության խորհրդանիշ, այլ որպես շարժման մեջ գտնվող կենտրոնի մշակութային տարածք։ Ներկայացվելու ժամանակակից հայ արվեստագետների Անետ Սանդրա Աչեգյոզի, Արեգ Քադրայի, Իմելդա Քյույումջուի, Լարիսա Արազի, Սեսիլ Բեատրիս Քալաջյանի եւ Շիրակ Շեշեցյանի գործերը։ Ցուցադրության համադրողներն են Քրքոր Դաբանյանը ու Լարա Սոլողլուն։ Ըստ կազմակերպիչների ցուցադրությունը ձևավորվել է որպես Մեյդան, բաց տարածք, շտեղ գործերը տեղադրված են միմյանց կողք, հնարավորություն տալով այցելուներին տեսնել դրանց միջև իրենց կապերը։ Գործերը անդրադառնում են կորուսյալ լեզուների, ընդհատված փոխանցումների ու փոխակերպված ձայների թեմաներին։ Ցուցահանդեսը Պեցանյակա մինչև 2026 թվականի մարտի 28-ը Կոստանդնուպոլսում։ Արցախում հայտնի է թերթերուկը բարակ խմորաշերտերի արանքում խորիզ լցրած բլիթանման թխվածք։ Վերը հաճախ անվանում են նաև թերթակարկանդակ, խավակարկանդակ, շերտաբլիթ կամ շերտակարկանդակ։ Սիրելի հայրենակիցներ, սորվայտ եսքանք պատրաստալ ապրիկ ուշադրության հետի պնդկացիք։